Սամվել Կարապետյանի Նապորինի մեղադրանք է ներկայացվել, ինչպես գիտես, իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նախ կխնդրեի քո մեկնաբանությունը թեմայի վերաբերյալ, որից հետո շարունակենք։ Իշխանություն ամեն ինչ, օրինակ մարդկանց այնա պետք է, երբ որ ինչ-որ մի բանի վրա ուզում են ֆիքսվեն, այսինքն մարդիկ կա կոնկրետ աթոռը կորցնելուց են վախենում, դրա վրա են ֆիքսվել, բայց ընդհանուր ես լսել եմ Սամվել Կարապետյանի ելույթը ու այնտեղ ավելի մեկը ես շեշտը դրել եմ նրան, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հավակնորդ լինելով հանդերձ, զավակ լինելով հանդերձ, ինքը հայ առաքելական եկեղեցու կողքին է, որ այդ արտահայտությունը անել է կամ նման մեսեջ ուղարկել է բոլորին, ինձ թվում է նորմալ է ցանկացած հայ քրիստոնյա մարդու համար, դա հերոսություն էլ չէ, էլի այս պարագայում, բայց դրա վրա սևեռվելը, ես որը նաև նորմալ եմ նայում իր պարագայում, որովհետև եթե օրինակ ունենք այսօրվա դրությամբ Ռուբեն Վարդանյան Բաքվի բանտում, իր նման տեսակի մարդը, ով բազմիցս բարեգործություններ է արել, ընդհանուր մինչև Արցախից մինչև Հայաստան կամ որևիցե միտեղ, պարտավոր էր խոսալ, իր կարծիքը հայտնել, մանավանդ սովորական մահկանացու չլինելով հանդերձ։ Իսկ եթե իրա վրա շեշտը դրվել է ու այդ ամեն ինչը սпасելի է, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չի, թե այսօր Հայաստանը ովքեր են ղեկավարում, ովքեր են իշխանության վրա ղեկին նստած, ու ես կերազեի, որ այսօր մենք ունենայինք իշխանություն, որովհետև ես օրինակ չէի խոսա սրա մասին, մենք խոսենք օրինակ մշակույթից։ Ու ավելի լավ հեշտ ու հանգիստ թեթև գործերից, այլ ոչ թե տարածաշրջանում պատերազմը ու այդ պատերազմի անլիքը վաղ թե ուշ մեզ է հասնելու, իսկ մենք այստեղ քաղաքական այս տինտիրիկների ստատուսների ինչ որ հետևողական բաներով ենք զբաղված։ Ես իրականում բլոկավորված եմ մոտ այդ տվյալ այդ անհատ, եթե կարելի է էլի ճակերտավոր ասել, այդ մարդկանց գրառումները, նույնիսկ եթե գովազդի տեսքով որպեսզի չբերվի, քաչ գիտեմ նաև որ fake կոմենտներով ու fake-երով լսվում է այդ սրտիկվում է, շեյր անվում, տարածվում է ու խաղում է ազգի արժանապատվության ինքնության հետ, որովհետև եկեղեցին դա վերջին սրբության կետն է, եթե դա էլ արդեն դա էլ են տրորում, դա էլ են կոխորչում, իսկ դա արդեն տրորել են ու դա անպատվում են։ Սրանից հետո էլ ոչ մի բան չի ստիպելու, որ ինչ որ կարմիր գծեր չխախտվեն։ Սա վերջին կարմիր գիծն է ու վերջին ինքնասիրության հարցն է, էլի։ Իսկ ինչ սպասել իշխանությունից, հետագա սցենարը ըստ քեզ պարզ է արդեն։ Հա, ինչ սպասել Ադրբեջանի իշխանությունից ու ներկայիս Հայաստանի իշխանությունից նույն բանն է։ Նախ եւ առաջ այդ բaragայում պետք է լսենք ավելի շատ թշնամական նյուզերի։ Այսինքն ինչ որ ճառում են մեր հակառակորդ հարևանները, թշնամիները, այսինքն դա էլ մեզ սպասվում է իրականում։ Ու այս ձևով մենք ոչ թե մենակ ոչ մի բան չենք ունենալու, եթե չենք համբերելու նույնիսկ ինձ թվում է չենք ունենալու նույնիսկ հնարավորություն հաջորդ տարին ունենալու ինչ որ մեկին ընտրելու դրա համար, երբ որ ազգը անտարբեր է, անուշադիր է, անգրագետ է մեծամասամբ, մենք այս օրին ենք արժանանալու, որովհետև չմոռանանք, որ 4-5 տարի առաջ օրինակ ազգի ամենախելացի, ամենանվիրական ու հայրենասեր տղաներն են իրենց կյանքը տվել ու ծնողների հանդեպ նման վերաբերմունքը դրանք աստիճաններ են, որոնք սրբապղծելով եկան հասան ու եկան այսօր հասան միջև ընդհուպ քրիստոնեության կամ կոմենտ գրելով թե ումից հացնվե Քրիստոսի, եթե մայրամ Աստվածածին է, ում հետ է քնել абսուրդ է, էլի ու դա օրինակ փողոցում մի հատ գիչ տեսների նման բան ասեր, էլի կասեր, օրինակ քեզ խելոնք բայ ամոթ է, սրան բռնեք տարեք օրինակ գժանոց, բայց եթե երբ որ Ադրբեջանից ուղղորդված վարժեցված սերիկաններն են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունում ու մենք այստեղ հայ ենք համարում կամ հայրենիք ենք համարում ու շարունակում ենք հանդուրժել այդ ամեն ինչը, չգիտեմ, ես մեկը իմ քսին վրա շատ եմ զարմանում ու շատ եմ փորձում ընթացքում հունից դուրս գալ, բայց փորձում եմ ամեն ինչ ասենց իրավիճակը շատ-շատ ալարվել ու բոլորս էլ
սպասում ենք ինչ-որ մի հատ պայթունի։ Դու որպես արցախցի մշակութային գործիչ հաստատ կարծիք կունենաս այն թեմայի վերաբերյալ, ինչի մասին ես այս պահին զրուցելու եմ, որովհետև անգնահատելի է պարոն Կարապետյանի ներդրած լուման Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում եւ առհասարակ Արցախի ժողովրդի համար։ Ես նախ եւ առաջ ոչ թե նախքան անդրադառնալը մշակույթի առումով ը, շեշտը կոնկրետ իմ համար ամենակարևորն է եղել, որ ինչպիսի մեծ բժշկական կենտրոն է կառուցել ինքը Ստեփանակերտ մայրաքաղաքում, ը, միգուցե ավելի շատ մեծ բարեգործություններ ա եղել, որոնց մասին ես չգիտեմ, դրա իրավունքը ունեմ, բայց դրանով եթե նույնիսկ միայն այդ հիվանդանոցը լիներ, արդեն բավական էր հարգել մի մարդու, որ բացի հաջողակ բիզնեսմեն լինելով թե դրսում, թե նաև իր երկրում իր կետեր ունենալով հանդերձ, հայրենասեր գտնվելով կամ հայրենասեր չլինելով կամ չգիտեմ, ուղղակի իր գործի մեջ բազմիցս համեստ է եղել ու պատե անպատե միշտ երբեք չի զլացել բարեգործություններ անել, որովհետև ես չգիտեմ որովից է մի հատ հիմնադրամ, որովից է մի հատ միջոցառում, որովից է մի հատ արարողություն, որտեղ ինքը անմասն մնացած լինի։ Ես անձամբ իրենց չեմ ճանաչում, ես անձամբ շփում չեմ պահել, բայց իրենց կատարած գործերը միմիայն հարգանք ու պատիվ են իմ կողմ առաջացրել, որ ես նման մարդկանց հարգեմ, որովհետև այստեղ արդեն ոչ թե ֆինանսի կամ նյութական ինչ-որ օգնության մասին է, այլ հասկանում ես, որ մի ամբողջ ազգի, երբ որ մեծամասնության, ասենք, անվճար բուժել են, անվճար բուժօգնություն են ցույց տվել, անվճար վիրահատություններ են կատարել, ունեցել ենք ամբողջությամբ համալրված բժշկական տեխնիկաներ, ունեցել ենք լավագույն մասնագետներ, ինչու՞ չէ նաև մշակութային գծով շատ գոլեգա ընկերներ ունեմ, ովքեր տվյալ անձանց շնորհիվ, ասենք, դուրսում կրթություն են ստացել, որ เป զի վերադառնան Հայաստան կամ Արցախ, որպեսզի որպես լավ մասնագետներ կրթեն սերունդ, մշակույթ փոխանցեն, պարտադիր չի, որ անձամբ մեկը իմ համար ինչ-որ մի բան արած լինի, որի համար ես շնորհակալ լինեմ, կոնկրետ իմ ազգի, հայ ազգի, արցախցի հայերի համար այնքան կատարած աշխատանքներ ու նվիրաբերումներ կա, որ դրա մասին ուղղակի ոչ թե միայն խոսալ բոլորը կարող են, որի համար խորին խոնարհում ու շնորհակալ գտնվելու զգացում չունենալը ամենակիչը սրբապղծություն է ու անշնորհակալություն կգտնվի, ու ինձ թվում է պետքա բոլորը դա գիտակցեն, որովհետև անցյալը արդեն անցյալ չի, հասկացանք, բայց ապագան էլ չգիտենք ինչ ա լինելու, բայց գոնե մեր ներկայում փորձենք մաքսիմալ անկեղծ, շիտակ ու մաքուր լինենք, ուղիղ լինենք, որովհետև այս աշխարհից ամենայն դեպս ոչ մեկս ոչ մի բան չի տանելու էլի նյութական։